բարի լույս շանթի ուղիղ եթերում առավոտը շանթումն է։ Մենք ձեզ ողջունում ենք ու ասում, որ այսօր մայիսի 29 է, օրը 5 շաբթի ու վերջին 5 շաբթին է մայիսի, երկորից ամառ է։ Գարնանային վերջին 5 շաբթին է, իսկապես, այո, ուրախ եմ, բայց ըստ երևույթի տարիներ առաջ ավելի ուրախ է, որտեղ դպրոցներն էր ավարտվում, եւ վերջապես արձակուրդներ, վերջապես առավոտվանից երեկոյան ֆուտբոլ, ինչքան ուզում ես գիրք կարդա, ինչքան ուզում ես ասել, ինչքան ուզում ես հեռուստացույց դիտիր, բայց այն վաղ դիտելու բան չկար այդքան։ Լավ, ինչ որ է։ Իսկապես այսօր գարնանային վերջին 5 շաբթին է, օրինակ ինձ հաջորդ անգամ եթերում կտեսնեք արդեն ամռանը, պատկերացնեք։ Վերջում կարող եմ ասել կտեսնվենք ամռանը։ Բայց դեռ տեսնվում ենք գարնանը եւ երեք փոթորիկ էր փաստորեն եւ մինի տորնադո էր եղել Հայաստանի Հանրապետությունում, հուսանք, որ Սևանում ցունամիներ տեղի չեն ունենա, օրինակ։ Բայց երեք Արթիկ համայնքում գրանցված ուժեղ պտտահողմի եւ խոշոր կարկուտի հետևանքով վնասվել են տանիքներ, արմատախիլ են եղել ծառեր, վնասվել են մրգատու այգիներ, հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններ, մի խոսքով բավականին մեծ ու խոշոր վնասներ է հասցրվել գյուղատնտեսությանը։ Այո, ինչ ասեմ, հուսանք, որ ամեն ինչ կլինի լավ եւ հուսանք, որ մարդիկ հատուցում կստանան իրենց վնասների համար, եթե այդ վնասները կրել են։ Իդեպ խոսենք նաև տոներից։ Այո, այսօր։ Այսօր Հայաստանում նշում են համբարձման տոնը, այն որպես տոն հաստատվել է 4-5-րդ դարերում եւ նշվում է Սուրբ Զատիկից 40 օր անց։ Այո, այսօր աղջիկները եւ տղաները երգում են, պարում են, փորձում են գուշակել, թե ով է ամուսնանալու, գնում են 7 աղբյուրից ջուր են լցնում կուժերի մեջ, ծաղիկներ են հավաքում։ Հենց դրա համար էլ իդեպ տոնը նաև կոչվում է վիճակ կամ ջանգյուլում, այդպես ավելի հայտնի է ինձ թվում է։ Այո, ջանգյուլում բառը մի քիչ հայերեն չի, բայց այդպես է իսկապես, եւ օրինակ այսօր հենց ժամանակն է այցելելու Առալերի վրա գտնվող Սուրբ Վարվարայի վանքը։ Այնտեղ կենտրոնացված է այդ ամենը, այնտեղ այսօր կլինեն պարեր, երգեր եւ չամուսնացած աղջիկները կիմանան, թե ով է ամուսնանալու եւ միգուցե ինչ է իրենց ապագա ամուսնու անունը։ Օ, նույնիսկ անունը, ես դա չգիտեի։ Ինչ որ կար այդպիսի գուշակություններ, մոմոմ են վառում, այդպես կաթացնում են, հետո փորձում են գուշակել Ну, միգուցե ոչ անունը, անունի առաջին տառը, միգուցե։ Կարծում եմ գուշակությունները կարելի է մի կողմ դնել, պարզապես կարելի է վայելել այս ուրախ տոնը, այո։ Երեք մենք հենց Սուրբ Վարվարայի կողքով հարևանությամբ անցնում ենք եւ ասացինք, խոսում ենք, որ այսօրվանից պետք է անպայման գնալ եւ այցելել մեկ շաբաթվա թե 10 օրվա ընթացքում այդ ամենը պարբերաբար այնտեղ լինելու է տոնական իրադարձությունները։ Եթե չհասցնեք վաղ այցելել, ապա կարող եք շաբաթ կիրակի կարող եք շատ հանգիստ այցելել։ Այսօր իմջալոց ծնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենասիրված նախագահներից մեկը եւ այն նախագահան, որը որ կյանքից բավականին շուտ հեռացավ, որտեղ սպանվեց, Ջոն Քենեդիի մասին է խոսքը, չգիտեմ գաղտնիքը ինչումն է ամերիկացիների նրա նրան սիրելու, միգուցե որ երիտասարդ տարիքում գնաց, միգուցե որ բավականին մեծ խոստումներ էր տվել եւ ինչ որ բաներ փորձում էր անել, իր մոտ չստացվեց եւ նրանց թվում էր որ կստացվի, բայց իսկապես սա ֆենոմեն է, որ անգամ այդքան տարիներ անց միջև հիմա հարցումներում Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակիչները, անգամ այն բնակիչները, որոնք որ ոչ ապրել են Քենեդիի օրոք, ոչ տեսել են Քենեդիին կենթանի, ասում են, որ նա իրենց սիրված նախագահն է։ Հետաքրքիր է։ Ինչ ունենք ասելու է։ Ունենք ասելու, որ երեք մեր առաջին հանրապետության հետ միասին, բայց մի քիչ ավելի ուշ ծնվել է մեր սիրելի ընկերը, տաղանդաշատ Սուրեն Արուստամյանը, երեք եթերում չէ Սուրենին չեմ շնորհավորել, Սուրեն ջան, այսօր եմ շնորհավորում։ Ես եթերում էի երեք չեմ շնորհավորել, ես նույնպես այսօր եմ շնորհավորում։ Շնորհավոր ծնունդդ, ամենալավ բաները քեզ, քո գեղեցիկ ընտանիքին եւ թող բոլոր երազանքներդ իրականանան։ Հենց նրա ծննդյան առթիվ կարծում եմ կարելի է լսել նրա կատարումներից որևէ մեկը։ Սուրեն Արուստամյանը արդեն մի քանի տարեկան է եւ 1 օրական, փաստորեն, այսպես ասենք, եւ Սուրենի ամենամեծ երազանքը մեկ բեմում ելույթ ունենալ իր սիրելի Էրիկ Կլեպտոնի հետ, համոզված եմ, որ օրերից մի օր դա կլինի։ Թող իրականանա երազանքները։ Եթե դուք եք ծնվել այսօր կամ երեք, մենք ձեզ շնորհավորում ենք, կամ վաղը էլի շնորհավորում ենք,
առհասարակ, եթե դուք ծնվել եք, մենք ձեզ շնորհավորում ենք եւ վայելում ենք իրար հետ միասին Սուրեն Արուստամյան։ Գնացինք։ Ահա, վերադարձանք, Սուրենին լսեցինք, դիտեցինք եւ ժամանակն է անցնել մեր հավանավորին։ Մեր հավանավորն է Ստարկ ապրանքանիշը, որը ներկայացնում է Ստարկ լվացքի թերթիկները։ Սա հիանալի այլընտրանք է ծանր տուփերով լվացքի փոշիներին ու գելերին։ Թերթիկներն ապահովում են խորը մաքրություն ինչպես գունավոր, այնպես էլ սպիտակ հագուստի համար առանց լրացուցիչ սպիտակեցնող ու փափկեցնող նյութերի։ Ստարկ լվացքի թերթիկներն ամբողջովին լուծվում են ջրում, եթե անգամ այն սառն է։ Հարմար են նաև ձեռքի լվացման համար, չեն պարունակում ֆոսֆատներ եւ պարաբեններ, էկոլոգիապես մաքուր եւ կենսաքայքայ են։ Նորարարություն, որը կլավացնի լվացքի որակը, չի փչացնի հագուստը, կխնայի ջուրը եւ էլեկտրականությունը։ Պարզապես տեղադրեք այս թերթիկները լվացքի մեքենայի թմբուկի մեջ եւ վերջ։ Թերթիկների օգտագործման ուղեցույցը կտեսնեք տուփի վրա։ Գնումների համար կարող եք զանգարել 044 84 81 01 հեռախոսահամարով կամ ձեռք բերեք Ստարկի պարագաները Օզոն եւ Wildberries marketplace-ներից։ Սա էլ մեր գեղեցկույնն է։ Իդեպ մենք քիչ առաջ խոսեցինք եղանակի մասին, երեկվա փոթորկի մասին, տեսնենք թե այսօր մեզ ինչ է սպասվում։ Ինչ է սպասվում։ Ասում են շոկ է լինելու Երևանում։ Օրվա երկրորդ կեսին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են կարճատև անձրևներ եւ ամպրոպ տեղտեղ հոդառատ, հնարավոր է կարկուտ։ Իսկ Երևանում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ նորից, բայց այո, տաք է լինելու, ցերեկը 28-ից 30 աստիճան տաքություն է լինելու։ Դե ինչ, լավ է, որ այսպիսի եղանակային լավ կլինի, որ ամեն երեկոյան անձրև գա, այդ դեպքում համ ծառերին լավ կլինի, համ խոտին, համ փոշին ավելի քիչ կլինի, ուղղակի հուսանք, որ կարկուտ չի գա եւ մինի տորնադոներ տեղի չունենա, այո։ Իդեպ հավանականությունը, որ առաջիկա 5 տարիների ընթացքում համաշխարհային ջերմաստիճանը տարեկան առնվազն 1 ռեկորդ կգերազանցի, ինչը կբարձրացնի ծայրահեղ երաշտների, ջրհեղեղների, անտառների հրդեհների ռիսկը կազմում է 80%։ Սա ասված է համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության նոր զեկույցում։ Այսինքն ամեն տարի ինչ որ եղանակային ռեկորդներ են սահմանվելու, այսինքն տարից տարի լինելու էլ ավելի շոկ, հա։ Այո, ու նոր տվյալները ենթադրում են նաև փոքր հավանականություն, որ մինչև 2030 թվականը աշխարհը կարող է 1 տարի ապրել նախ արդյունաբերական շրջանից 2 աստիճանով ավելի տաք, ինչը գիտնականները շոկային են անվանել։ Ինչ անեմ ես։ Մենք կարծում եմ ոչինչ չենք կարող անել, պարզապես կարող ենք մեր եթերով առավոտները ավելի դրական դարձնել։ Այո, եւ իրականում ըստ երևույթի մարդկությունը պետք է ոչ թե իրար հետ պատերազմներ հորինի եւ մղի, այլ պետք է մտածի նրա մասին, թե ինչպիսի երկրագունդ ենք մենք թողելու մեր ժառանգներին։ Այդ դրա վրա է պետք գումարներ ծախսել։ Ես համամիտ եմ։ Իդեպ մենք եւս մեկ լուր ունենք, ինչի մասին ուզում եմ կարևոր լուր է սա, այո։ Ասել մեր հեռուստադիտողին։ Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված մայիսի 29-ին եւ 30-ին ժամը 7-ից մինչեւ 19:00, այսինքն առավոտվա 7-ից մինչեւ երեկոյան 7-ը։ Սևան, Մարտունի, Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար, այս մասին հայտնում են ճանապարհային դեպարտամենտից։ Ինչ է պետք անել, պետք է ուրեմն Լճաշեն բնակավայրի անցնող ճանապարհով շրջանցել այդ տարածքը, այնտեղ պարզ է, որ կլինեն ինչ-որ ցուցանիշներ, բայց համենայնդեպս եղեք էլ ավելի ուշադիր եւ մի զայրացեք ու մի ասեք, որ մենք ձեզ չենք ասի, ասել ենք այսօր եւ վաղը առավոտվա 7-ից մինչեւ երեկոյան 7-ը Սևան, Մարտունի, Վարդենիս ավտոճանապարհի մեկ մասը լինելու է փակ, երկու կողմն էլ։ Մենք էլի օգտակար շատ տեղեկություններ ենք ձեզ հայտնելու, բայց այդ ամենը գովազդից հետո, այնպես որ մնացեք մեզ հետ։ Գովազդ Շանթի եթերում։ Վերադարձանք գովազդից եւ չմոռանանք, որ Մհիթար Հերացին ինչ էր ասել էր ամեն ինչ կարելի է գնել բացի առողջությունից։
Բայց փաստորեն տարեցտարի ամեն ինչն ավելի զարգանում է եւ գուցե առողջությունն էլ կարող ենք գնել։ Այդ ամենը կպարզենք մեր հյուրերից։ Մեր տաղավարում են Royal Clinic բժշկական կենտրոնի բուժական գծով տնօրեն, սոնոգրաֆիստ Մելինե Նավասարդյանն ու նույն կլինիկայի լաբորատորիայի վարիչ Արուսյակ Աղամալյանը։ Այսօր կպատմենք մի բժշկական կենտրոնի մասին, ուր կարող եք ստանալ առողջապահական լավագույն ծառայությունները։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն։ Նախ եկեք սկսենք ամենասկզբից հարց, որը մխիթար հերացին էր բարձրացրել։ Արդյոք այսօր կարելի է գնել առողջություն։ Առհասարակ առողջությունը կյանք արժե, բայց առանց առողջության ոչինչ չարժե։ Սա Royal Clinic-այի նշանաբանն է, եթե դուք ունեք ամեն ինչ, բայց չունեք առողջություն, հավասարազոր է, որ ոչինչ չունեք։ Այնպես որ տարին մեկ անգամ անցեք պրոֆիլակտիկ հետազոտություններ, անցեք սկրինինգային հետազոտություններ եւ տեղյակ եղեք ձեր օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ։ Ուշադիր եղեք դեպի ձեր առողջությունը եւ ձեր առողջությունը ուշադիր կլինի դեպի ձեզ։ Վերաբերվեք նրան, ինչպես կուզենեք, որ նա վերաբերվեր ձեզ։ Եկեք պարզենք, թե որքան ժամանակ է ինչ բացվել է Royal Clinic-ը եւ որտեղ է գտնվում այո։ Շատ լավ, արդեն 1 տարի է, ինչ մենք բացվել ենք Ավան վարչական շրջանում, Երևան քաղաքում, Սայաթնովա թաղամաս 8 կոտորակ 17 հասցեում եւ 1 տարվա ընթացքում հասցրել ենք սպասարկել մի քանի հազար բուժառուների։ Royal Clinic-ը լայնաբաց ջերմ կլինիկա է, որտեղ որ աշխատում են թիմային սկզբունքով, կլինիկայի գաղափարը առաջացման եղել է այսպիսին 3-1-ում, 3-1 տեղ սկզբունքով, որտեղ մատուցվում են 3 խոշորագույն ուղղություններով բժշկական ծառայություններ, լաբորատոր գործիքային հետազոտություններ, կատարվում են ֆիզիոթերապևտիկ բժշկական ծառայություններ եւ 11 եւ ավելի նեղ մասնագիտական բժշկական ծառայություններ։ Եվ այս ամենը իրագործվում է մեկ հարկի տակ։ Այսինքն ունեք լաբորատորիա, որտեղ որ հետազոտություններ են կատարում, ունեք բժիշկներ, որոնք որ տալիս են խորհուրդներ եւ տեղում բուժում են, եւ ունեք երրորդը չհասկացա ինչ էր։ Ֆիզիոթերապևտիկ բժշկական ծառայություն։ Մի փոքր կմայրամասնեք դրա մասին։ Լաբորատոր ծառայության մասին։ Սկսենք Շատ լավ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար եւ շնորհակալ եմ ընձեռնված հնարավորության համար ներկայացնելու ուղիղ եթերում Royal Clinic-այի լաբորատորիան։ Լաբորատոր ծառայությունը ներկայացնելիս նախ նշեմ, որ մեր որակի ապահովումը կատարվում է պրոֆեսիոնալ, բանիմաց եւ նվիրված մասնագետների կողմից։ Մեր աշխատակիցները քաջ գիտակցում են, որ մեր աշխատանքի արդյունքում, այսինքն մեր կողմից տրվող հետազոտության պատասխանից է կախված մեր բուժառուների ախտորոշման հերքումը կամ հաստատումը եւ հետագա բուժումը, ուստի մենք մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերում մեր աշխատանքին, նմուշարման պահից սկսած ամբողջ հետազոտության ընթացքում մինչև պատասխանի տրամադրումը։ Մեր լաբորատորիայում կատարվում են բազմաթիվ հետազոտություններ, կլինիկական հետազոտություններ, ինչպես ավտոմատ սարքավորումներով, այնպես էլ մանրադիտակային հետազոտություններ, բիոքիմիական մեծ ծավալի հետազոտություններ, շրջաբանական, իմունաբանական, հորմոնների հետազոտություն, վիտամինների, օնկոմարկերների, ալերգիկ մարկերների, ինֆեկցիաների հայտնաբերում եւ այլն։ Ավելի մանրամասն տեղեկություններ մեր հետազոտությունների ցանկի վերաբերյալ կարող են այցելուները ճշտել զանգահարելով հեռախոսահամարին մեր տեղեկատվական 011 333 011 Մենք տեսնում ենք էկրաններին նաև հեռախոսահամարը, կարող եք գրի առնել սիրելի հեռուստադիտող եւ անցնել հետազոտությունների։ Իդեպ ինչ է ներառում ֆիզիոթերապևտիկ բժշկական ծառայությունը։ Շնորհակալություն հարցի համար, ճիշտ ասած լավ կլիներ, որ մեր մասնագետը ներկայացներ, ցավոք սրտի բժշկուհին չկարողացավ գալ, փորձեմ հակիրճ ներկայացնել։ Ֆիզիոթերապիան առհասարակ իրականացվում է անգլիական սարքավորումներով, մեզ մոտ իրականացվում են հարվածալիքային թերապիա, ուլտրաձայնային թերապիա, էլեկտրոթերապիա, հալոթերապիա, պարաֆինոթերապիա, գալվանացում, էլեկտրոֆորեզ, մագնիտոթերապիա, ֆոնոֆորեզ։
Շատ մեծ պրակտիկ նշանակություն ունի ֆիզիոթերապիան առհասարակ մի շարք հիվանդությունների բուժման պրակտիկայում, մասնավորապես հենաշարժիչ համակարգի, ոսկրահոդային համակարգի ախտահարումների դեպքում, արթրիտների, արթրոզների, ոսկրահոդային դեգեներատիվ փոփոխությունների, սինովիտների, բուրզիտների, ինչպես նաև ողնաշարի ճողվածքների գրիժաների դեպքում, եթե չափերը փոքր են եւ ուղղորդվում են նյարդաբանների, նեյրոխիրուրգների կողմից։ Մեծ նշանակություն ունի ֆիզիոթերապիան նաև քրոնիկական օտիտների, տոնզիլիտների, գինեկոլոգիական պրակտիկայում քրոնիկական հիվանդությունների բուժման պրակտիկայում, ինչպես նաև արտամարմնային բեղմնավորումներից առաջ հաճախ իրականացվում է ֆիզիոթերապևտիկ բժշկական ծառայություն, միջամտություն, որը նպաստում է լորձաթաղանթի էնդոմետրիումի հաստատմանը եւ սաղմը տեղադրելուց ունենում ենք պրոդուկտիվ ելք։ Կարծում եմ ունեք նաև մասնագիտացված բժշկական ծառայություններ, որոնք են դրանք։ Այո, ունենք, բայց մինչ մասնագիտացված բժշկական ծառայություններին անցնելը ես ուզում եմ խոսել նրա մասին, որ մեր կլինիկայում ցանկացած բուժառու, որ մոտենում է ֆիզիոթերապևտիկ բժշկական սպասարկում անցնելու անպայման կատարվում է բուժառուի մոտ խորհրդատվություն, բժիշկը հավաքում է գրագետ անամնեզ եւ անամնեզի հիման վրա նոր նշանակում է ֆիզիոթերապևտիկ բուժումը, հաճախ բուժումը իր մեջ ընդգրկում է կոմբինացված, համակցված ծառայություններ, այսինքն մի քանի ծառայություններ արդյունքը գոհեցուցիչ լինելու նպատակով։ Այսինքն ես չեմ կարող գալ կլինիկա ձեզ մտնել այդ ֆիզիոթերապիայի սրահ եւ ասել, որ ինձ տոկեր են պետք։ Օրինակ ես ինքս ինձ նշանակել եմ։ Հավատացեք, բժիշկի զնման դա տեղի չունի։ Գրագետ է եւ պրոդուկտիվ է բուժառուի համար, որ կատարվի խորհրդատվություն ֆիզիոթերապևտի կողմից, հավաքվի գրագետ անամնեզ, ինչի հիման վրա նոր նշանակվի բուժում։ Ու հաճախ բուժումը լինում է կոմբինացված։ Եթե ձեր հարևանը ձեզ ստոկեր է, ուրեմն նշանակել, դա չի նշանակում, որ ֆիզիոթերապևտը նույն տոկերը կնշանակի։ Այո։ Ինչ սարքավորումներով է համալրված ձեր կլինիկան։ Լաբորատորիայի մասին։ Առհասարակ կլինիկան հագեցված է եվրոպական, գերմանական, ճապոնական եւ անգլիական սարքավորումներով, բացի երկու խոշորագույն ուղղվածություններից մենք ունենք նաեւ 11 եւ ավելին մասնագիտացված բժշկական ծառայություններ, գինեկոլոգիա, ուրոլոգիա, ստոմատոլոգիա, թերապիա, քիթկոկորտականջաբանություն, նյարդաբանություն, էնդոկրինոլոգիա, դիետոլոգիա, մաշկաբանություն, սրտաբանություն, կինեզիոլոգիա, ինչպես նաև սոնոգրաֆիկ ծառայություններ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ բոլորի ավանի բնակիչների բախտը բերել է։ Իսկ ինչ անեն։ Ոչ միայն, կարելի է պարզապես գնալ ավան եւ հետազոտել։ Ինչ անեն Դավիթ Հաշենցիները։ Չեք ուզում ընդլայնվեք, այդպիսի գաղափար մտքեր, որ ամեն թաղամասում լինի Royal կլինիկա։ Մեր տեսլականներից մեկը նաև կլինիկայի ընդլայնվում է, բայց ոչ Երևան քաղաքում, այլ մարզերում։ Դա ավելի կարևոր է։ Այո, որովհետև մարզերում բուժսպասարկումը ավելի թույլ է, պայմանավորված հզորագույն ապարատուրաների ձեռքբերմամբ, ինչպես նաև մասնագետներով, որովհետև քաղաքում ավելի շատ են մասնագետները վերապատրաստումներ անցնում, քան մարզերում։ Տեսեք, ասացիք, որ ունեք լավ սարքավորումներ, բայց ինձ թվում է, որ ամենակարևորը մարդիկ են, որոնք որ աշխատում են կլինիկայում եւ հենց այդ մասնագետները։ Ովքեր են մասնագետները, ինչ հաճախականությամբ եք դուք ուղարկում նրանց օրինակ վերապատրաստմանը, գնում են չեն գնում, ով կարող է դառնալ ձեր ուրեմն թիմի անդամ, եթե այդպիսի ցանկություն կա, եւ ինչպես է այդ գործողությունները տեղի ունենում։ Շնորհակալություն հարցի համար, ասեմ, որ հենց հիմա մեր նյարդաբանը գտնվում է արտերկրում եւ վերապատրաստում է էլեկտրոնեյրոմիոգրաֆիա։ 1-2 ամիս առաջ վերապատրաստումից վերադարձավ մեր սրտաբանը, այնպես որ շատ տեղիք ենք տալիս վերապատրաստումներին, որովհետև ինքնակրթումը անընդհատ հարկավոր է, անընդհատ կարևոր է, որովհետև տարեցտարի զարգանում են թե ապարատուրաները, թե զարգանում են, աշխարհում փոխվում են ուղեցույցները, իսկ մենք անպայման հետևողական ենք լինում ուղեցույցների վրա։
բուժումը իրականացվում ենք թե տարիների ընթացքում ձեռք բերված փորձի հիման վրա ելնելով, թե տարեստարի փոփոխվող ուղեցույցներով։ Չասացիք, ձեզ ավելի է ձեռնտու, երբ որ դուք վերցնում եք երիտասարդ մասնագետներին, որոնք օրինակ հենց նոր են բուհը ավարտել, թե ավելի շատ աշխատում եք ընդունել այնպիսի մարդկանց, որոնք որ արդեն ունեն տարիների փորձ։ Այնպես չի, որ նոր ավարտածներին միանգամից կտրականապես մերժում ենք աշխատանքի, բայց տալիս ենք հնարավորություն վերապատրաստվելու, ինքնակրթվելու, փորձ ձեռք բերելու։ Բայց կլինիկայում ունենք բժիշկներ, որոնք ունեն տարիների փորձ, այ օրինակ ես 19 տարի է, ինչ աշխատում եմ որպես բժիշկ սոնոգրաֆիստ, մեր մնացած բժիշկները, մեր ուրոլոգը, մեր սրտաբանները, մեր լաբորատոր ծառայության ղեկավարը անպայման։ Ինչի շնորհիվ այս կարճ ժամանակահատվածում ձեր կլինիկան ձեռք բերեց վստահություն ու ասացիք, որ բավականին շատ այցելուներ արդեն ունեք եւ ունեցել եք։ Առաջնահերթ ասեմ թիմային աշխատանքի շնորհիվ, այստեղ հիշեցի Գևորգ Մասպետունու խոսքերը, հա, որ ասում է մի ձեռքը ծափ չի տա, մի չէ, Մասպետունի, այո, մի ձեռքը ծափ չի տա, մի ծաղկով գարուն չի գա, այդ խոսքերը, այստեղ թիմայնության շնորհիվ է, որ մենք հասել ենք այդ արդյունքներին եւ ընդունարանի աշխատակիցների բարեհամբույր լինելը եւ բուժքույրերի համակցված եւ ուշադիր լինելը եւ բժիշկների պարբերաբար վերապատրաստվելը եւ մարդկայնությունը, հա, բժշկությունը ինքնին մարդասիրությունը, գիշեր-ցերեկ աշխատելը, աշխատունակությունը եւ իհարկե սերը կատարած այդ աշխատանքի հանդեպ, որովհետեւ այն ինչ որ սիրով ես անում, անպայման արդյունքները պրոդուկտիվ են լինում։ Ինչ կարող եք ասել մատչելիության մասին եւ ինչպես եք աշխատում, օրինակ պետպատվերներ ունեք, չունեք, սոցփաթեթներ, ապահովագրություն։ Մենք աշխատում ենք ապահովագրական մի շարք ընկերությունների հետ, այս պահին սոցփաթեթների բուժառուներին չենք սպասարկում, որովհետև կենտրոնը մասնավոր կլինիկա է, այդ իսկ պատճառով չենք սպասարկում, իսկ ապահովագրական ընկերությունների հետ շատ մի շարք, կարելի է ասել գրեթե բոլորի հետ աշխատում ենք, շատ կարևոր է ապահովագրական ընկերությունների հետ աշխատելը այն առումով, որովհետև շատ խնդիրներ հենց պատահականորեն են հայտնաբերվում, պրոֆիլակտիկ հետազոտությունների արդյունքում են հայտնաբերում, այ օրինակ ես ինքս Վահանաձև գեղձի պապիլյար քաղցկեղներ տասնյակ հարյուրավոր հայտնաբերել են, բուժառուները ուղեկցվել են նմուշարման, պունկցիոն բիոպսիայի, ունենալով հաստատված բջջաբանական հետազոտության արդյունք, ուղղորդվել են, վիրահատվել են եւ բուժառուները այժմ գտնվում են առողջ եւ ապրում են բնականon ընթացքում։ Դա իրականում ճիշտ է, երբ որ ընկերությունները հիմնարկությունները ունեն այդ փաթեթները եւ փաստորեն իրենց աշխատողներին ստիպում են, եւ դա ճիշտ է, տարին մեկ անգամ գնալ եւ զնվել։ Բոլորը կարծում եմ պետք է տարին մեկ անգամ զնվեն ապահովության համար եւ հետագա խնդիրներից ու բարդություններից խուսափելու համար։ Ես հիշեցնեմ, որ մեր էկրաններին մենք անընդհատ տեսնում ենք ձեր հասցեն հեռախոսահամարը, այնպես որ հեռուստադիտողը կարող է այն գրի առնել, հիշել, որպեսզի տարեկան գոնե մեկ անգամ ստուգվի առանց նույնիսկ որևէ նախանշանի։ Եկեք հիշեցնենք, թե երբ եւ ինչպես կարող են ձեզ գտնել սոցհարթակներում, որ օրերին եւ որ ժամերին եք բաց։ Առհասարակ մենք աշխատում ենք երկուշաբթիից ուրբաթ օրերը առավոտյան 8:30-ից մինչև 18:00, շաբաթ օրերը 9-ից մինչև ժամը 3-ը։ Սոցհարթակներում բավականին իրազեկում ենք մեր կլինիկայում տեղի ունեցող աշխատանքների վերաբերյալ, մատուցվող ծառայությունների վերաբերյալ։ Կարող են մեզ գտնել Facebook-յան եւ Instagram-յան հարթակում, որոնելով Royal Clinic մականվամբ եւ ունենք նաեւ կայք, որտեղ մանրամասնորեն ներկայացվում է կլինիկայում կատարվելիք աշխատանքները, ինչպես նաեւ տեղեկություններ կան մեր բժիշկների վերաբերյալ։ Յուրաքանչյուր բժիշկի վերաբերյալ, այո, բարձր։ Ես ուզում եմ շատ կարևոր հարց բարձրացնել, ընտանեկան բժշկություն, որ ամբողջ աշխարհում կարծես թե նորմալ է եւ աշխարհը գնում է դեպի դա։ Ձեր կլինիկան ինչպես է դրան վերաբերվում եւ արդյոք օրինակ երեխաների համար է ունեք այն ամենը ինչ մեծերի համար կա։
Երեխաների համար ցավոք ոչ, որովհետև երեխաների սպասարկման համար անհրաժեշտ է մանկական լիցենզիա, մենք դա չունենք։ Այո, դա առանձին լիցենզիա է եւ կարծում եմ մեկ գեղեցիկ օր դա էլ անպայման կունենանք, որպեսզի ընտանիքի անդամները ցանկալի է, որ մեկ հարկի տակ սպասարկվեն եւ անցնեն ծառայությունները, որը որ անհրաժեշտ է։ Իսկ կա այդպիսի ծառայություն ձեր կլինիկայում, որ օրինակ մենք գալիս ենք, գրանցվում ենք, չգիտեմ, մեր տան բոլոր մեծերը գրանցվում են եւ ունենք բժիշկ, որը որ պարբերաբար գալիս է մեր տուն, հարցնում է ոնց ենք, ինչ ենք, ճնշում է ստուգում, չգիտեմ, տատիկների, պապիկների, թե դեռ այդպիսի ծրագրեր չունենք։ Մենք ունենք տնային կանչեր բժշկական ծառայություն, այո, եւ այդ ծառայության շրջանակ այդ դեպքում եթե անհրաժեշտ է սրտաբան կամ այլ մասնագետ, էնդոկրինոլոգ, այո, անպայման մոտենում են, մշտապես գտնվում են հսկողության տակ, հավելեմ, որ կապ չունի թե տնային կանչի շրջանակներում, թե առհասարակ մեր կլինիկա այցելած յուրաքանչյուր բուժառու, եթե մեկ անգամ մոտեցել է մեր կլինիկա եւ օգտվել ինչ-որ բժշկական ծառայությունից, անպայման մեկ ամսվա ընթացքում իրենց զանգում են վերահսկիչ բաժնից, որովհետև ցանկացած բժիշկ, ով որ մեր կլինիկայում բուժառուին բուժում է նշանակում, բուժառուն կլինիկայից հեռանալով այդ ամենը չի ավարտվում, բժիշկը զանգում է այնքան ժամանակ, մինչև լսում է բուժառուի ապաքինված խոսքը եւ ինչպես նաեւ շնորհակալական խոսքը։ Իսկ այդ ամեն այդ աշխատանքները անպայման վերահսկվում են, գրի են առնվում։ Ի սկզբանե հնչեցրեցիք ձեր կարգախոսը, ես եւս մեկ անգամ կուզեմ լսել դա եւ կուզեմ մի փոքր բացեք կարգախոսի փակագծերը։ Կարգախոսը այսպիսին է, առողջությունը կյանք արժե, բայց կյանքն առանց առողջության ոչինչ չարժե։ Եթե մենք ունենք ամեն ինչ ցոփ ու շվայտ կյանք, կարողանում ենք օգտվել խանութներից, կարողանում ենք արտասահման մեկնել, բայց չունենք առողջություն, հավատացեք, մենք ոչինչ չունենք։ Ինչ անել։ Այդ պատճառով անցնել տարեկան հետազոտություններ, կարևորություն տալ պրոֆիլակտիկ հետազոտություններին, սկրինինգային հետազոտություններին, քանի որ ասված է մշտապես, որ կանխարգելումը ավելի հեշտ է, քան թե բուժելը։ Եթե խնդիրը կա, վաղ հայտնաբերենք եւ բուժման ելքը ավելի պրոդուկտիվ կլինի։ Ունեք որևէ ուղերձ, որը կուզեք հնչեցնել մեր հեռուստադիտողի համար։ Ես կցանկանայի նշել մեր նաև հագեցվածությունը լաբորատոր սարքավորումների, որոնք ապահովում են բարձրագույն ճշգրտություն արդյունքների, ինչը երաշխավորում է նաև մեր սարքերը իրենք մարդկային գործոնի միջամտությունը մինիմալի են հասցնում եւ դրանով իսկ բարձրացնում են հավաստիությունը մեր արդյունքների եւ հետազոտությունները նշանակելիս ցանկալի է որպեսզի բնակչությունը իրազեկ լինի եւ ճիշտ պատրաստվի հետազոտման օրինակ արյան հանձնելու պարագայում նախապես մեծամասնության դեպքում այդ հետազոտությունների պետք է 8-ից 10 ժամ ոչինչ չուտել, խմել միայն մաքուր ջուր եւ զերծ մնալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, ինչպես նաեւ առավոտյան չծխել եւ քաղցած անցնել արյունը մինչեւ ժամը 10-ը։ Եվ ուղղակի խորհուրդս ուղերձս, որպեսզի հետազոտվեն, իրազեկված լինեն, հետևեն առողջությանը եւ միշտ հիշեն, որ ժամանակին կատարված հետազոտությունը կարող է կյանք փրկել։ Առողջ եղեք, շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ եւս։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրերն էին Մերինե Նավասարդյանն ու Արուսյակ Աղամալյանը։ Շնորհակալություն զրույցի համար, իսկապես եղեք առողջ, հետազոտվեք։ Մենք խոսում էինք Royal Clinic-ի մասին, որտեղ կան բազմաթիվ ծառայություններ։ Իսկ մենք ինչ ենք անում։ Գովազ գնալուց առաջ եւս մեկ խորհուրդ իմ կողմից եկեք առհասարակ մի ծխեք, ոչ թե միայն արուն հանձնելուց առաջ, այլ փորձեք առհասարակ չծխել։ Թե կանայք, թե տղամարդիկ, ել ավելի երկար կապրեք եւ կլինեք ել ավելի առողջ։ Իսկ հիմա առողջարար Գովազ Շանթի եթերում։ Գնացինք։ Վերադարձանք գովազդից եւ մեր առավոտը մի փոքր ավելի երաժշտական ու դրական դարձնելու համար առաջարկում եմ միասին վայելենք լավ երաժշտություն։ Գնացինք վայելելու։
բարի, գեղեցիկ եւ հետաքրքիր տեսահոլովակ Nemra խմբի կողմից, սա նոր տեսահոլովակ է եւ հուսանք, որ մնացած տեսահոլովակների նման կունենա շատ դիտումներ։ Կարծում եմ արդեն իսկ ունի մեծ հաջողություններ։ Այո, որտեվ Nemra-ն երբ որ անդրադառնում է հայկական ժողովրդական ինչ-որ երգերի, դա իր մոտ միշտ շատ լավ է ստացվում։ Միշտ։ Շարունակենք խոսել, այո, ժողովրդական երաժշտությունից եւ փաստորեն Շանթի առավոտյան եթերում մենք ունենք արդեն նոր շարք, այո, պատմելու ենք ազգային նվագարանների մասին։ Հին հայկական նվագարաններից մեկը շվին է։ Այս սրինգների կամ ֆլեյտայի ընտանիքին պատկանող գործիք է, համարվում է շրտնային ձայնաբերման գործիք։ Եկեք միասին դիտենք տեսանյութը, բացահայտենք շվին մեզ համար, տեսենք նրա գեղեցիկ ձայնը գուցե եւ չմոռանանք, որ օրինակ երբ որ բալիկներին տանում են երաժշտական դպրոց եւ նրանք պետք է կլարնետ նվագեն կամ դուդուկ, առաջին գործիքը, որը որ ուսումնասիրում են, հենց շվին է, կամ սրինգը։ Գնացինք։ Շատ լավ շարք է եւ հուսանք, որ շատ այսպիսի լավ ծրագրեր կունենանք մեր եթերի ընթացքում։ Մենք ունենք նաև հրաշալի հովանավոր, ում մասին ուզում ենք պատմել ձեզ։ Stark ապրանքանիշն է, որը ներկայացնում է USB 2A եւ 3A տեսակի վերալիցքավորվող մարտկոցները։ Սա հիանալի խնայող եւ արդյունավետ այլընտրանք է մյուս բոլոր 1.5 վոլտ մարտկոցների համեմատ։ Վերջին սերնդի Stark USB մարտկոցների լիցքավորումը կատարվում է USB-C լիցքավորմամբ։ Պարզապես միացրեք դրանց ձեր համակարգչի, նոթբուքի կամ մեքենայի ցանկացած USB-C վարդակից եւ վերջ այլևս ստիպված չեք լինի ձեր երեխայի խաղալիքի, հեռակառավարման վահանակի, անլար մկնիկների ու այլ սարքավորումների համար անընդհատ մարտկոցներ գնել։ Stark USB մարտկոցների ամբողջական լիցքավորման համար անհրաժեշտ է ընդամենը 30 րոպե։ Խնայեք ձեր գումարն ու ժամանակը ձեռք բերելով Stark լիցքավորող մարտկոցները։ Գնումների համար պետք է զանգահարեք 044 84 81 01 հեռախոսահամարով կամ կարող եք Stark-ի ուրեմն պարագաները գնել Ozon եւ Wildberries marketplace-ներից։ Այսպիսի հովանավոր ունենք եւ մինչ դուք թերթում եք Wildberries-ն ու Ozon-ը, որպեսզի գտնեք Stark-ի պարագաները, մենք միասին դիտենք գովաստ եւ վերադառնանք։ Մնացեք մեզ հետ։ Վերադարձանք գովազդից եւ շարունակենք խոսել առողջության մասին եւ իսկապես սա կարեւոր թեմա է եւ այս թեմայից կախված է մեր առօրյան։ Ու իդեպ մայիսը թիմոմայի իրազեկման ամիսն է։ Թիմոման ուրցագեղձն է, իմուն համակարգի մասնագիտացված օրգանը։ Մեր տաղավարում են Ֆանարջանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կրծքավանդակային վիրաբուժության եւ ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի ղեկավար թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանն ու նույն կենտրոնի նյարդաբան Միրա Օրդոյանը։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Նախ եկեք պարզենք ինչ է թիմոման եւ ինչքանով է մեր հասարակությունը տեղյակ թիմոմայից առհասարակ։ Թույլ տվեք մի փոքր ձեզ ուղղել, ոչ թե թիմոմայի, այլ թիմիկ ուռուցքային հիվանդությունների, մասնավորապես ավելի շատ դեպքերում թիմոմաների իրազեկման ամիսն է։ Թիմուսը, նույն ինքը հայերենով ուրցագեղձը, դա միջնորմի հանդիպող օրգան է, որը ինչ պուբերտատային տարիքը արյունաստեղծ համակարգի մեջ ունի ազդեցություն եւ տարիքի հետ պետք է հետ զարգանա, սակայն հյուսվածքը որպես այդպեսին մնում է, շատ ժամանակ ոչ ամբողջապես է ինվոլյուցվում, այսինքն հետ զարգանում եւ մնացորդ հյուսվածքների մեջ արդեն առաջանում են ուռուցքային հիվանդությունները, թիմոմաները, թիմուսի քաղցկեղները եւ այդ թվում թիմուսի նեյրոէնդոկրին կարցինոմաները։ Ինչու է ստեղծվել այս իրազեկման ամիսը, դա վերջին ժամանակների նորություն է 10-15 տարվա եւ գլխավոր ջատագովները այս ամենի դա թիմիկ ուռուցքային հիվանդությունների հետազոտական խումբն է, որը աշխարհում հայտնի է նորարար լուծումներով, համակարգային լուծումներով եւ դասակարգումային առաջարկներով, քանի որ թիմուսները եւ թիմիկ ուռուցքները բավական հազվագյուտ են հանդիպում, ուստի կարիք է առաջանում մոդուլացված իրենց ձևակերպել, մոդուլացված իրենց մասին քննարկել։ Մասնավորապես, եթե ստատիստիկ տվյալների մասին խոսենք,
հիմնական հետազոտական խմբերը, որոնք գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ եվրոպական երկրներում, ունեն հետեւյալ հավանականությունը հանդիպման 0.13-ից 0.15 100,000 բնակչի հաշվարկով։ Եթե դա վերածենք մեր բնակչությանը 3 միլիոնին միջին հաշվարկով, ստացվում է տարեկան 4-ից 5 դեպք, բայց ելնելով մեր փորձից, մեր կենտրոնում անցած տարի 8 կլինիկական դեպք էր թիմոմայի եւ 1 դեպք թիմիկ կարցինոմայի։ Վերածելով տվյալները արդեն ավելի մոտ մեզ թե ֆիզիկապես, թե բարոյապես, թե ամեն ինչով ասիական ցուցանիշներին, նույն Չինաստանում, Ճապոնիայում հանդիպման հաճախականությունը 0.5 է։ Մեզ ավելի մոտ է եւ եթե գումարենք հասկանանք աշխարհում քանի դեպք է տարեկան գրանցում, դա բավականին փոքր թիվ է եւ կարիք կա իրազեկման, կարիք կա թիրախային խմբերի հետազոտման ու հայտնաբերման։ Այո, որ տարիքային խմբերն են թիրախային խումբ հանդիսանում եւ որոնք են ռիսկի գործոնները։ Բավականին լավ հարց եք տալիս, շնորհակալ եմ։ Թիրախային խումբը որպես այդպեսին միջինացված ստացել են 40-ից 60 տարեկանը, այո, շատ մարդիկ կարող են ասել, չէ, ավելի շուտ է հանդիպում, ավելի ուշ է հանդիպում եւ այլն, բայց ունենք հետեւյալ միջինացված ցուցանիշը, որտեղ հաշվարկվել են թե թիմոմաները, թե թիմիկ կարցինոմաները եւ թե թիմիկ նեյրոենդոկրին կարցինոմաները, առավել հաճախ Ամերիկայի Միացյալ Նահանգների ստացած ցուցանիշը դա 54 տարեկանն է միջինը, Եվրոպայի համար մոտավորապես 56-ը եւ կա մի հատ լրացուցիչ հետաքրքիր փաստ եւս, որի մասին արդեն մեր գոլեգան կխոսի, ես այդ մասը բաց կթողեմ, որ այլ հիվանդության արկայության դեպքում այդ տարիքային շեմը բավականին իջնում է։ Հա։ Եվ թիմուսների գնահատման համար շատ կարևոր է նաև գնահատել ինչ հիվանդություններ ունենք եւս։ Շատ ժամանակ հարկ-հասկեղային, այսինքն պարանեոպլաստիկ համախտանիշների մասին մենք կարող ենք խոսել եւ թիմուսի դեպքում դա բավականին արտահայտիչ է։ 30-ից 40% դեպքերում մենք խոսում ենք միաստենյա գրավիս հիվանդության մասին, որը բավականին լուրջ խնդիր է թե վիրաբույժների, թե այլ մասնագետների համար, մասնավորապես հիվանդի նյարդամկանային, նյարդային հաղորդակցությունների խնդիր է դա, եւ թիմոմա ունեցող պացիենտների 30-ից 40%-ը ունի նաեւ միաստենյա գրավիսը։ Եվ այլ հիվանդությունները, այլ հասկեղային սինդրոմի դրսևորումները եւս ընդհանուր առմամբ մոտավորապես 10% են, այսինքն եթե մենք գնահատենք թիմիկ հիվանդությունները, մոտավորապես 50%-ը ունի ուղեկցող այլ հիվանդություն եւս, որը որ կապված է դրա հետ։ Անմիջապես իր պատճառով առաջացած։ Որ հիվանդություններն են դրանք։ Ինչպես Եվ ինչ պատկերեց ձեր գոլեգան։ Ինչպես դոկտորը նշեց, թիմոմա ունեցող պացիենտներն առաջնակի գալիս են նյարդաբանի մոտ, որովհետև այն գանգատները, որը առաջացնում է թիմոման, դա միաստենյա գրավիսն է, ինչպես դոկտորը նշեց։ Միաստենյա գրավիսը ինքը նյարդային համակարգի աուտոիմուն հիվանդություն է, որի պարագայում մենք ունենում ենք նյարդամկանային հաղորդականության խնդիր։ Օրգանիզմում արտադրվում են նյութեր, որոնք կոպիտ ասած բլոկ են անում եւ չեն թողում հոսանքը նյարդից անցնի մկանների։ Պացիենտները դիմում են ընդհանուր հոգնածությամբ, կոպի շարժման դժվարությամբ, խոսքի, կլման ակտի դժվարությամբ գալիս են նյարդաբանի մոտ, այնուհետև նյարդաբանական զննումից հետո ուղղորդվում է համապատասխան հետազոտությունների եւ եթե կարիք կա թիմոմային հայտնաբերում, ուղղորդում են կրծքային վիրաբույժի մոտ։ Միաստենյան կախված մկանախմբերի ընդգրկումից դասակարգում են հիմնական 3 խմբերի, առաջինը դա ակնային ձևն է, առավել հաճախ հանդիպում է երիտասարդ տարիքում, աղտահարում է իզոլացված կոպի մկանները, ակնաշարժ համակարգի մկանները, այսինքն պացիենտները գալիս են, ասում են, որ կոպս չի բարձրանում, ասում են, որ հայացքս չեմ կարող ֆիքսեմ, օրինակ ունեմ շլություն կամ երկտեսություն, դա բարորակ ձև է համարվում միաստենյայի եւ շատ հեշտությամբ կորեկցիայի ենթարկվում։ Երկրորդը դա բուլբար խումբն է, որի պարագայում աղտահարվում են գանգուղեղային նյարդերով նյարդավորվող մկանային խմբերը։ Այդ պարագայում պացիենտները գանգատվում են խոսքի, ֆոնացիայի եւ կլման ակտի դժվարություններից, ասում եմ, բժշկուհի ջան, ջուր էի խմում, մնաց կոկորտս, թռավ կաթիկս, այդպես արտահայտություններ են անում, որոնք որ արդեն մասնագիտացված են նյարդաբանի մոտ, առաջացնում են հարցեր եւ պատասխանները ստանալու համար ուղղորդվում են հետազոտությունների։ Եվ երրորդ ամենաբարդ ձևը դա միաստենյայի գեներալիզացված ձևն է, որի պարագայում ունենում ենք մի շարք մկանախմբերի աղտահարում միաժամանակ։ Օրինակ սկսվում է կոպի իջեցումից, շարժունակության ֆունկցիաներն են տուժում, այսինքն վերջույթների մկանային ուժերն են, խմբերն են ընդգրկվում, պացիենտը դժվարանում է
քայլել, ինքնասպասարկվել եւ ինչը ամենավտանգավորն է այդ պարագայում ընդգրկվում է նաեւ շնչառական մկանները։ Պացիենտը իզորուչի շնչել այդ պարագայում եւ դա կյանքի հետ կոպիտ ասած անհամատեղելի իրավիճակներ կարող է ստեղծել։ Այդ պարագայում նյարդաբանին դիմելով առաջնակի հետազոտությունը անում ենք էլեկտրոնեյրոմիոգրաֆիա, որի պարագայում տեսնում ենք հստակ միասթենիկ կոր եւ ինչպես դոկտորը ասաց, որպես պարանեոպլաստիկ համախտանիշ մենք բացի բուն միասթենյա գրավիս հիվանդությունից ունենք նաեւ միասթենիկ համախտանիշանների ամբողջականություն, որոնք որ կոնկրետ թիմոման չէ պատճառը, այլ ուռուցքներ, օրինակ թոքի կարցինոմա, որոնք նույնպես կլինիկորեն դրսևորվում են որպես միասթենյա։ Դրանք բժշկության մեջ տարբերակում են որպես Լամբերտի տնի համախտանիշ եւ նման միասթենիկ այլ համախտանիշներ, որոնք որ առավել հաճախ են հանդիպում։ Բուժական առումով, եթե հստակ ախտորոշվել է թիմոման, էլեկտրոնեյրոմիոգրաֆիկ եւ կրծքավանդակի կատեկամեմերտը հետազոտությունից հետո հայտնաբերվել է թիմոման, դեղորայքային բուժման հետ զուգահեռ կատարվում է նաև վիրաբուժական միջամտություն թիմեկտոմիա։ Այս ամենը հասկացանք, իսկ բացի դրանից էլի ինչ-որ բաներ կան, որ մարդուն անհանգստացնում են, որ նա պետք է հասկանա, որ պետք է գնա բժշկի եւ դիմի։ Շատ լավ հարց եք տալիս։ Վերադառնալով էլի ստատիստիկ ցուցանիշներին, մենք տեսնում ենք, որ թիմուսով, թիմիկ ուռուցքներով, թիմիկ մալիգնանսիներով մեզ դիմող բուժառուները հիմնականում առաջի փուլում են դա հայտնաբերում եւ կապված է արդեն վաղ գանգատների առաջացմամբ։ Լինում են մեխանիկական ճնշման զգացողություններ, այսինքն կրծքավանդակում անհանգստացնող զգացողություններ, ցավ, ճնշման զգացողություն, ծանրության զգացողություն եւ այլն, ինչպես նաեւ վերադառնալով անատոմիայի, այսինքն տեղագրական ցուցանիշներին, թիմի գեղձի մեծացումը անմիջապես կապված է նաեւ վերին սիներակի եւ ձախ բասկագլխային երակի սեղմելու զգացողությամբ, դրա պատճառով եւս բուժառուներ հետազոտվում են եւ հայտնաբերվում են։ Լուծումը իհարկե միայն վիրաբուժականը չէ։ Չնայած մեծ մաս դեպքերում վիրաբուժությամբ էլ հենց ավարտվում է թիմուսի ուռուցքային հիվանդության լուծումը, շատ ժամանակ վիրաբուժը եւ նյարդաբանը աշխատում են զուգահեռ, այսինքն բուժառուի մոտ հայտնաբերվել է միասթենյա, դա արդեն իսկ ահազանգող է վիրաբուժության համար, քանի որ վիրաբուժության ժամանակ օգտագործվում են ընդհանուր անզգայացման փաթեթում միոռելաքսանտներ, այսինքն մկանները թուլացնող դեղեր, որպեսզի վիրաբուժության համար չխանգարի, բնականաբար եթե ախտորոշվում է միասթենյա գրավիս, այդ հարցը ավտոմատ կերպով փակվում է, ոչ մի նմանատիպ դեղորայք մենք ձգտում ենք չօգտագործել, եթե շատ մեծ անհրաժեշտություն դրա մեջ չկա։ Եվ վիրաբուժությունը ինքնին արդեն բավականին հետաքրքիր է կրծքային վիրաբուժության աշխարհում։ Դուք կարող եք հարցնել, դա արվում է էնդոսկոպիկ, դա արվում է բաց եղանակով, դա արվում է մեծ կտրվածքներով, թե չէ։ Վերջերս բոլոր կրծքային վիրաբուժության ֆորումները, կոնգրեսները եւ այլն եկել են մեկ եզրանկման, որ չկա սահմանափակում վիրաբուժության համար, եթե կարող ես դա անել էնդոսկոպիկ, արա բնականաբար էնդոսկոպիկ եւ բժիշկն է որոշում դա։ Բժիշկն է որոշում դա, հենվում է իր հնարավորությունների, այսինքն ինքը տվյալ հմտությունը ունի, թե ոչ, որտեվ աշխատանքի վայրը բավականին վախենալու է, սիրտ, անոթներ, մագիստրալ անոթներ, առաջային միջնորմ եւ այլն։ Եվ երկրորդ հարցի հանգամանքը արդյոք ինչ չափեր ունի տվյալ ուռուցքային հիվանդությունը, որտեղ մենք սովոր ենք, եթե մենք անում ենք էնդոսկոպիկ վիրահատություն կրծքային վիրաբուժության ծավալի մեջ, դա 3-4 սանտիմետրանոց կտրվածքներ են։ Եթե ուռուցքային հիվանդությունը 8 սանտիմետր, ապա մենք խափում, հա, մենք անենք դա էնդոսկոպիկ, միևնույն է վերջում կտրվածքը մեծացվելու է, որպեսզի տվյալ ուռուցքը հեռացվի։ Էլ իմաստը որն է, չարչարվելու եւ ինչ որ ռիսկայնության գնալու էնդոսկոպիկ անելու, մենք այդ դեպքում անում ենք բաց, հա իհարկե մեր համար ավելի կոմֆորտ է, որ մենք էնդոսկոպիկ ենք վիրահատում, ոչ պարանոցն է ծռվում, ոչ մենք լարված ենք, էնդոսկոպիկի ժամանակ կանգնած սիրուն մեր համար վիրահատում ենք, բայց մտածում ենք առաջնահերթ բուժառուի մասին։ Տհաճ անակնկալներ միշտ լինում են, անոթների վնասում, նյարդերի վնասում եւ այլն, որը մենք միշտ ձգտում ենք գնալ ավելի անվտանգ ճանապարհների։ Այո, դեպքեր են լինում, որ ստիպված ենք լինում երկու կողմից կտրված կանել, քանի որ թիմուսը գտնվում է երկու թոքերի միջև, միջնորմում, ամենաիդեալականը մեզ համար մեկ կողմից հեռացնելն է ձախից կամ աջից կախված, որ հատվածում է ավելի մեծ կոմպոնենտ է։ Եվ իհարկե չենք մոռանում դասական վիրաբուժությունը, որը ասում է ստերնոտոմիկ մուտքը, այսինքն ամբողջապես կրծոսկրն է հատվում եւ միջնորմը ամբողջությամբ ձեռքի տակ է։ Եվ վերջին 10-ամյակների, 20-ամյակների մուտքը դա սուբքսիֆոիդ, այսինքն ենթա թրաձև ելունային մուտքն է, երբ մենք մտնում ենք առաջային միջնորմ, չհատելով կրծքավանդակի խոռոչներ ընդհանրապես։
Իսկ որքանով է արդյունավետ պացիենտի համար, ինչ արդյունքներ ունեք այս տարիների Ինչպիսի ընթացքում։ ստատիստիկա կա։ Քանի որ վերադառնանք նույն ստատիստիկային, տվյալները բավականին քիչ է, ես ավելի կփորձեմ իմ անձնական փորձով, մեր կլինիկայի փորձով կիսվել եւ տված արդեն ITMIC, այսինքն միջազգային կազմակերպությունը, որ հետազոտում է թիմոմաները, 5 տարվա ապրելությունն է կարևոր ցուցանիշ, այսինքն մարդու մոտ ախտորոշվել է թիմոմա, գնացել է ինչ-որ բուժման պրոցեսների մեջ է հայտնվել եւ ինչ ապրելություն ունենք 5 տարի անց, թիվը 90-ից բարձր։ Հետազոտական խմբերի համար ուռուցքով զբաղվող մարդկանց համար լուրջ ցուցանիշ է այդ թիվը եւ կյանքի որակը եւս բավականին բարձր է, հա, եթե գնահատենք հիվանդներին եւ այլն։ Ռեցիդիվները շատ ժամանակ, այսինքն հիվանդության կրկնողությունները շատ ժամանակ հայտնաբերվում են 10 տարի անց, 15 տարի անց։ Եվ իրենց ընթացքը թիմոմանների իրենք բավականին բարվորակ ընթացք ունեն համեմատած մյուս ուռուցքային հիվանդությունների խմբերը, բացառությամբ հենց կարցինոմաների, այսինքն նեյրոէնդոկրին կարցինոման եւ թիմիկ կարցինոման իրենց ընթացքով բավականին ագրեսիվ են եւ կարան մետաստազավորվեն եւ ունենալ ավելի չարորակ ընթացք, քան թիմոմաները։ Իսկ ինչ է անհրաժեշտ պացիենտին վիրահատությունից հետո գուցե նորից պետք է նյարդաբանի լինի։ Ճիշտ հարց տվեցիք։ Նախ նշենք, որ միասթենիայի եւ թիմոմաների պարագայում, ինչպես դոկտորը նշեց, բուժման process-ը մուլտիդիսցիպլինար է։ Մի մասնագետ չի աշխատում պացիենտի հետ։ Պացիենտի հետ աշխատում են մասնագետների խումբ, որոնք որ ունեն որակավորում տվյալ հիվանդության հետ աշխատելու համար։ Միասթենիայի պարագայում, մինչև վիրահատական միջամտությանն անցնելը մենք ունենք բուժման սխեմա։ Եթե պացիենտի մոտ առաջնակի հայտնաբերված է եւ դեղորայքային կոռեկցիայի որպես այդպեսին ենթարկված չի, պացիենտին նշանակվում է դեղորայքային բուժում, որը ժամանակ հսկվում է, կոպիտ ասած կանոնակարգվում է, այնուհետև գնում են վիրահատության, եթե պատճառը հստակ թիմոման է։ Եթե պարենեոպլաստիկ այլ գոյացությունն է, այսինքն կա ուռուցք, որը որ առաջացնում է միասթենիկ սիմպտոմներ, պետք է փնտրել այդ ուռուցքը, որովհետև պատճառագիտական բուժումը պացիենտի ապրելիության, բուժման էֆեկտիվության եւ կյանքի երկարատևության մեջ հենց պատճառագիտական բուժումներն են էֆեկտ տոնում։ Կան դեղորայքի հստակ խումբ, որոնք որ ցուցված են միասթենիայով հիվանդ պացիենտների համար բավականին երկար ժամանակ եւ ռեցիդիվներից խուսափելու համար պացիենտները պարբերաբար օգտագործում են այդ դեղորայքը որոշակի դոզաների կոռեկցիայի հետևանքով։ Կան վիճակներ, որոնք որ կոչվում են կրիզեր, հա, միասթենիկ կրիզեր կամ ացետիլխոլինային կրիզեր, դրանք տարբեր են, որոնք հստակ հիվանդանոցային բուժում են պահանջում եւ դեղորայքային, ներերակային միջամտություն մինչեւ վիրահատական գործողությունը սկսելը։ Ամենատարածվածը դա պլազմաֆերեզն է։ Պլազմաֆերեզի իմաստը կայանում է արյան ֆիլտրացիան, որը որ ֆիլտրում է արյան մեջ միասթենիա առաջացնող հակամարմինները եւ օրգանիզմին նորից վերադարձնում է առողջ արյուն շրջանառության մեջ։ Էֆեկտիվությունը բավականին լավ է արագ արձագանքման համար, օրինակ կյանքի սպառնացող դեպքերում դա շատ հաճախ կիրառվում է։ Իսկ եթե հիվանդանոցից պայմաններից դուրս է, ապա դեղորայքային տաբլետկաներ կան, որոնք որ երկար էֆեկտիվություն են տալիս։ Պլազմաֆերեզի պարագայում այդ էֆեկտիվությունը ճիշտ է բավականին էֆեկտը արագ ենք տեսնում, բայց կարճատև տևողություն ունի, այսինքն օրգանիզմը, եթե պատճառը չվերացնես, կրկին արտադրելու է այդ նյութերը, որոնք որ կրկին կառաջացնեն միասթենիկ կոմպոնենտ։ Եվ երրորդը ներերակային պլազմոիմունային բջիջների ներարկումն է, ինտրավենոզ իմունոգլոբուլինների ներարկում, որոնք որ ակտիվացնում են օրգանիզմի իմուն համակարգը, որպեսզի օրգանիզմը ինքնուրույն փորձի պայքարել այդ հիվանդության դեմ։ Դրանք նույնպես կունեն ժամանակավոր էֆեկտ, մինչև վերջնական պատճառագիտական լուծումը չտրվի։ Ամեն դեպքում վերջնական լուծումը վիրահատությունն է։ Եթե պատճառը թիմոման է, այո, թիմոման դա վերջնական լուծում է։ Ճիշտ է, դրանից հետո կա որոշակի շրջան, որ պացիենտը ունի կարիք դեղորայքներ օգտագործելու, բայց եթե բուն միասթենիա գրավիս հիվանդություն է եւ պատճառը թիմոման է, այո, վերջնական լուծումը դա թիմեկտոմիան է։ Եթե մարդը չունի որևէ գանգատներ եւ ինչ-որ անհանգստացնող ցավեր, դիսկոմֆորտ եւ այլն, ինչ որ անալիզների կերպով հնարավոր է հասկանալ, որ այս մարդը ունի խնդիր, չգիտեմ, մարդը արյան անալիզ է հանձնում կամ չգիտեմ, այլ եւ բժիշկները կարող են ասել, որ մի հատ գնացեք ստուգվեք։
Շատ լավ հարց տվեցիք, շնորհակալություն։ Այս պահին թիմոմայի պատճառագիտությունը դեռևս հետազոտման էտապում է, հա, այսինքն եթե նույն թոքիկ հասկեղի դեպքում մենք գիտենք 90% դեպքերում դա ծխելու պատճառով առաջացած քրոնիկ վնասվածքները եւ թոքիկ հասկեղն է, ապա թիմուսի դեպքում դեռ ամենը հետազոտվում է եւ առաջին լուրջ ծավալը, որ փորձում են ապացուցել եւ պատճառահետեւային կապը գտնել, որ միաստենյա ունեցող բուժառուների շրջանում ռիսկը թիմոմա առաջանալու բավականին մեծ է, բացի այն, որ պատճառը հենց թիմիկ գեղձն է եւ ասեմ նույնիսկ տեղ հետաքրքիր գտնված պատճառահետևանքային կապի պատճառով մենք դիմում ենք վիրաբուժությանը նույնիսկ առողջ գեղձի, երբ մենք ունենք միաստենյա գրավից հաստատված բուժառուի շրջանում, այսինքն ունենք միաստենյա, չունենք թիմոմա, երիտասարդ տարիքում ենք գտնվում, մենք գնում ենք թիմոմայի թիմուսի ամբողջական հեռացմանը, որովհետեւ կանխարգելենք թե միաստենյայի բարդությունները, առաջացումը նվազեցնենք, թե հետագա թիմոմա առաջանալու ռիսկերը։ Մյուս պատճառները դա գենետիկ ֆակտորը, ճառագայթի ազդեցությունը եւ այլն, դեռևս հետազոտման էտապում են դրա համար, վստահաբար ասել, որ այս մարդը պետքա գնա պրոֆիլակտիկ հետազոտման, իսկ այս մարդը չէ, մենք տվյալ ցուցանիշը չունենք ցավոք։ Հասկանալի։ Բժշկության ինչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր այս պահին ունեն այս հիվանդությունը, այս ուղղությունը։ Ես կասեմ նրանց, որ նրանք մենակ չեն այդ պայքարի մեջ, կան պրոֆեսիոնալ մասնագետների թիմ, որոնք որ միշտ պատրաստ են իրենց օգնել, աջակցել, ցանկացած հարցի դեպքում կապի լինել իրենց բուժող բժիշկների հետ, չամաչել, չվհատվել, դա վերջնական կյանքի դիագնոզ չի, դա խնդիր է, որի դեմ կա պայքարելու, այո, կա պայքարելու տարբերակներ։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն, լավ որ ենք ձեզ մաղթում, եղեք առողջ եւ եղեք ուշադիր ձեր օրգանիզմի նկատմամբ եւ արդեն ասել ենք այսօր, որ այդ դեպքում ձեր օրգանիզմը ձեր նկատմամբ կլինի ուշադիր։ Ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում են Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կրծքավանդակային վիրաբուժության եւ ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի ղեկավար թորոկալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանն ու նույն կենտրոնի նյարդաբան Միրա Օրդոյանը։ Շնորհակալություն զրույցի համար, մենք գնանք գովազդ դիտելու եւ վերադառնանք։ Վերադարձանք գովազդից եւ ճիշտ ժամանակն է գնալ միասին ճանապարհորդության։ Ուր են գնալու այսօր։ Այսօր մեր տարածաշրջանից հեռու չենք գնում եւ ուղևորվում ենք դեպի Թեհրան։ Իրան Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, որտեղ որ նաեւ կա հայկական թաղամաս, բոլորդ գիտեք, եւ առհասարակ գեղեցիկ քաղաք է, որում որ ապրում են շատ մարդիկ։ Լավ ինչ է պատմում, ավելի լավ մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ լսել։ Գնացինք։ Վերադարձանք Թեհրանից, շարունակում ենք մեր առավոտյան եթերը եւ հերթական անգամ խոսենք առողջության մասին։ Այսօր իսկապես առողջ առավոտ է։ Այո։ Շանթի եթեր։ Եվ ունենք առողջ ապրելու համար եւս մեկ խորհուրդ։ Իդեպ, ասենք, որ հնարավոր է կիրառել ինչ։ Հյութեր, որպեսզի շոկին դիմանան։ Շոկ է եւ շատ դեպքերում մենք փորձում ենք մեր շոկը համծարավը հագեցնել սառը հյութերով, համել փորձել դիմակայել շոկին, բայց սառը հյութերով։ Արդյոք հյութեր խմելը վնասակար է, թե օգտակար է։ Եվ ինչ կարելի է խմել, ինչ ըմպելիքներ կարելի է խմել, ինչ չի կարելի խմել։ Դա կիմանանք մեր տեսանյութից գնացինք։ Իմացանք նաև, թե ինչ կարելի է խմել, որպեսզի լինի եւ օգտակար, եւ զովացուցիչ, իսկ հիմա դիտենք օգտակար գովազդ մեր եթերում ու վերադառնանք։ Միգուցե նա էլ է զովացուցիչ։ Գուցե։ Վերադարձանք գովազդից հետո եւ առաջարկում եմ նստենք ուրեմն մեր ժամանակի մեքենան եւ մի քիչ հետ գնանք։ Այսօր քաղաքային էսքիզներ շարքում մենք անդրադառնալու ենք ինչին երիտասարդական պալատին, վստահ եմ, որ մի փոքր ավելի կամ կուկուռուզնիկին, փոքր ավելի
տարիքով մեր հեռուստադիտողը հիմա այսպես ժպտաց եւ վերհիշեց իր երիտասարդությունը։ Այո, այնտեղի դիսկոտեկաները, լողավազանը, զաքսը, հյուրանոցը, ռեստորանը։ Գիտի տարիներ։ Լավ, Երիտասարդական պալատը քանդվեց 2006 թվականին, իսկ շենքի մասին մեր տեսանյութում ավելի մանրամասն կպատմենք։ Շնորհակալություն ձեր առավոտը մեզ հետ սկսելու համար, մենք այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Այսօր այսքանը իմ հետ կհանդիպեք արդեն Ամրանը, իսկ գեղեցկույնները ձեզ վաղը այո, կուրախացնեն Գառնանը։ Լավ օրեմ ձեզ մաղթում եւ լավ գեղեցիկ հանգստյան օրեր։ Հաջողություն։ Ցե